Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի։ Ձեզ եւ մեզ մեծ ավետիս։ Հանուն Հոր եւ Որդվո եւ Հոգվին Սրբո ամեն։ Այս օրերի ընթացքում սիրելիներ, երբ պատրաստվում է Սուրբ Ծննդյան տոնին, աղոթքի, պահեցողության, ծոմապահության մեջ, ամբողջ շաբաթվա մեջ խորհում էի, ինչ պիտի խոսեմ այս մարդկանց, որ նորից կրկնություն չլինի, նորից մարդիկ չասեն, որ մենք այս ամենը գիտեինք։ Եվ հանկարծ ընթերցումների ժամանակ հանդիպեցի Եփրեմ ասորու հետևյալ խոսքին. Աստված ծնվում է լռության մեջ, որպեսզի մարդը իր սրտում լռության մեջ ճշմարտությունը գտնի։ Այսօր պիտի խոսեմ լռության մասին։ Մենք ցավոք սրտի այնպիսի մի աշխարհի մեջ ենք ապրում, որ ամենուր աղմուկ է, սիրելիներ։ Բարձր երաժշտության, մեքենաների, հազարավոր մարդկանց, սոցցանցերի, Facebook-ի, Instagram-ի, մեքենանի ազդանշան, ամեն մեր վարքյանը լցված է աղմուկի մեջ։ Մարդը խուսափում է լռությունից, որովհետև նախ մարդու սրտի մեջ լռություն չկա։ Իսկ որպեսզի դու հասկանաս, որն է ճշմարտությունը, դու պետք է գնաս քո հոգու լռության մեջ, այնտեղ Հիսուսին գտնելու համար։ Սուրբ Ծննդյան գիշերը հազարավոր տարիներ այս տոնը տոնել են, նշել են, ուրախացել են, բայց երբևէ հարցրել եք ինչու Հիսուս գիշերով ծնվեց, մթության մեջ, լռության մեջ, մսուրի մեջ, մարդիկ չկային, ինչու։ Մի պարզ բան, որտեղ Աստված չէր ուզում մեզ զարմացնել, Աստված ուզում է մեզ փոխել, իսկ փոփոխության համար լռություն է պետք։ Աղմուկի մեջ չի կարող փոփոխություն լրել։ Այսօր մարդը լսել չգիտի, այսօր մարդը անդադար խոսում է, անդադար ուզում է իր ասելիքն ասել առանց դիմացինի կարծիքը կամ դիմացինի խոսքը լսելու եւ առավել եւս Աստծո խոսքը լսելու։ Չկա, որովհետեւ աղմուկի մեջ Աստծո ձայնը խլանում է եւ մենք սկսում ենք աշխարհի ձայնը լսել, աշխարհի ձայնով հրապուրվել եւ աշխարհի ձայնով ապրել։ Ես շատ հաճախ եմ հանդիպում հատկապես երիտասարդների եւ ընդհանրապես հավատացյալ մարդկանց, որ ասում են ես Աստծուն չեմ զգում, աղոթում եմ, բայց նրան չեմ լսում։ Իսկ երբևէ հարցրել եք ինչու Աստծուն չենք զգում ու չենք լսում։ Պատճառը մեկն է, մեր ներսում մեծ աղմուկ կա։ Ինչու։ Ինչ ենք մենք ինքներս մեզ ասում։ Ես վախենում եմ։ Ես հետ եմ ընկել։ Ես պիտի պայքարեմ։ Ես ինչ որ բան պիտի ապացուցեմ։ Ուրիշներն ինչ կասեն, մարդիկ իմ մասին ինչ կխոսեն, ինչու սա ունեցավ, ես չունեցա։ Այս աղմուկի մեջ դու չես կարող երբեք Աստծուն լսել։ Երբ որ մարդը աղոթում է, բայց այս վախերը իր ներսում աղմկում են, իր ներսում գոռում են, դու չես կարող Աստծուն լսել։ Աստված այդ լռության մեջ է գալիս ասելու, որ ես քեզ հետ եմ։ Որ պահին որ ասես Տեր, ես մենակ եմ, օգնիր, այդ լռության մեջ պիտի լսես Տիրոջը, որ ասելու է ես քեզ հետ եմ մինչև աշխարհի վախճանը, չվախենաս։ Երբ Հիսուս ծնվեց գիշերով լռության մեջ, այդ մսուրի մեջ, շատ մարդիկ չիմացան։ Պարզ հովիվները գիշերով եկան ու ականհատես եղան Հիսուսի ծնունդին, սիրելիներ։ Այս մարդիկ լռության գիշերվա մեջ իրենց գործն էին անում, խաղաղության մեջ իրենց հոտն էին հսկում եւ հանկարծ երկնքից հրեշտակներին տեսան, որ ասաց խաղաղություն երկրի վրա, հաշտություն մարդկանց մեջ եւ փառք Աստծուն բարձունքներում։ Եվ ինչ եղավ։ Ինչու այս հովիվները տեսան, ինչու հարուստները չտեսան, իմաստունները չտեսան, իշխանավորները չտեսան, որովհետեւ Աստված կատարյալ հավատացյալներ չի փնտրում, Աստված անկեղծ հավատացյալներ է փնտրում։ Մենք ամեն օր փորձում ենք կատարյալ լինել մեր ամեն ինչի մեջ, բայց մոռանում ենք, որ դու առաջին հերթին պետք է անկեղծ լինես։ Հովիվները այս անկեղծ դրության մեջ էր, որ լսեցին հրեշտակներին, տեսան հրեշտակներին եւ հրեշտակներն ասացին գնացեք Դավթի քաղաքում այսօր օծյալ փրկիչը ծնվեց ձեզ համար։ Այսօր նույն ավետիսը մեզ է գալիս, նույն գիշերն է, նույն լռությունն է կարծես, այս պայն մեքենաներ շատ չեն գնում, չեն գալիս, բայց
Մենք զգում ենք Տիրոջ ծնունդը մեր կյանքի մեջ, թե պարզապես այսօր եկել ենք ինչ որ բան ասելու, խնդրելու ու շտապ հեռանալու։ Ուրեմն այս անկեղծությունն է պատճառը, որ մենք կարող ենք այդ լռության մեջ Տիրոջը լսել։ Չորրորդ սիրելիներ, եթե Տերը որոշեր այսօր գալ, ինչ պիտի աներ։ Երբ որևէ պաշտոնյա է գալիս, մենք ինչպես ենք իմանում։ Տերը նախ, տեսեք, աղաղակով չեկավ, ազդարարումով չեկավ, լռության մեջ։ Երբ որ մենք պաշտոնյա ենք սպասում, հատուկ բեմ են սարքում, գեղեցիկ լուսավորություն են դնում, բարձրախոսներ են բերում, հազարավոր մարդկանց են հավաքում, ալիքները, ուղիղ եթեր են միանում, որպեսզի ցույց տան այս ամենը, սա մարդկանց աշխարհի փնտրածն է, բայց Տերը եկավ լռության մեջ։ Հիմա երբ որ Տերը գա, մենք ինչ ենք պատրաստել իր համար, ինչ ենք ուզում իրեն առաջարկել, այդ լռության մեջ որտեղ Տերը պիտի ծնվի, մեր քաղաքում, այս եկեղեցու մեջ, Հայաստան աշխարհի մեջ, թե մեր սրտերի մեջ։ Նախ այստեղ պիտի ծնվի Հիսուս։ Այս սրտի մեջ եթե չծնվեց, քո սիրտը չդարձավ մսուր, որտեղ Հիսուս պիտի ծնվի, եւ դու այդ լռության մեջ Տիրոջ խաղաղությունը զգաս, քո տան մեջ, քո եկեղեցու մեջ, երկրիդ մեջ չի ծնվելու Հիսուս։ Մսուրը լավ բան չէ, չէ, ինքը չոր կոպիտ փայտերից սարքած, ծղոտը լցրած, հարդը լցրած, անասունների համար պատրաստված տեղ, բայց աշխարհի փրկիչը գնաց հենց այդտեղ ծնվեց։ Հենց այդտեղ ծնեց, սա լավ բան չէ, բայց Աստված գերադասեց պարզությունն ու խոնարհությունը ցույց տալու համար, որ երկնքի արարիչը երբ որ գալիս է, դու պիտի քո սիրտը պատրաստես թեկուս այդ մսուրը չոր ու կոպիտ էր, բայց պարզ էր, անկեղծ էր, խոնարհ էր եւ սիրով էր պատրաստված, ոչ թե ձևական մեր այսօրվա օրորոցների պես, շքեղ անկողինների պես, խաղալիքների մեջ, բայց սեր չկա, հոգատարություն չկա, լռություն չկա այդ ամենի մեջ, աղմուկ աղաղակ է եւ մենք ամեն օր գոռում գոչում ենք։ Մենք ամեն օր գոռոցով ապրում ենք այս աշխարհի մեջ, հետո ասում ենք ինչու Աստված մեզ չլսեց։ Բայց որ պահին, որ մեզանից մեկը իր հոգու մեջ առանձնանա, լռի, լուր մնա, զգա Տիրոջ ներկայությունը, այդ պահին նաև Տիրոջ ջերմությունը պիտի զգա իր կյանքի մեջ։ Լռության մեջ է, որ պիտի մարդը փոխվի։ Լռության մեջ է, որ մարդը պիտի ինքն իր հետ առերեսվի։ Մինչև մարդը ինքն իրեն չխոսի, ինքն իրեն այսպես պարզ չնայի, ինքն ով է, ինչպեսին է ինքը ուզում լինել այս աշխարհի մեջ, ինք անդադար աղաղակների մեջ պիտի լինի։ Մենք ինչ ենք անում մեր ամենօրյա կյանքի մեջ։ Մեր ամեն օր արթնանում ենք, մեր նկարները դնում ենք համացանցի մեջ, տեսնում ենք ինչպես նույնիսկ ձևը կա, որ փոխենք ավելի գեղեցիկ մեր տեսքը դարձնենք, գցենք, նույնիսկ Աստծո հետ ենք մենք ուզում այդպես հարաբերել, որ տես Տեր Աստված, այսօր եկել եմ եկեղեցի, քեզ համար եմ եկել, ոչ թե ինձ համար։ Նույնիսկ մենք ասում ենք, տես քեզ ենք լավությունները, քեզ համար ենք եկել, բայց վախենում ենք ինքներս մեզ հետ առերեսվելու։ Հեռախոսը դարձել է մեր ինքնության նպատակը։ Նույնիսկ երբեմն հեռախոսը մեր ձեռքին ենք քնում։ Բայց այս ամենի մեջ մարդը պիտի կարողանա լռությանը հասնել, որպեսզի ինքն իրեն ճանաչի։ Որ պահին, որ քո հոգու ներսում լռություն եղավ, այդ պահին պիտի Տիրոջը ճանաչես։ Եվ անկեղծ հավատքով, խոնարհությամբ, սիրով պիտի Քրիստոսին բերես քո կյանքի մեջ։ Տեսեք, երբ որ մոգերը եկան այսօր Երուսաղեմ քաղաք, ասեցին, որտեղ է արքան, որ ծնվել է, ասում է Հերովդես թագավորը խռովեց, իր հետ խռովեց նաև ամբողջ Երուսաղեմը, խառնվեցին իրար, որ արքան է ծնվել, թագավորն է եկել։ Աշխարհի փրկիչ եկել է մարդիկ ուրախանալու փոխարեն վախեցան, անհանգստացան եւ ուզեցին նույնիսկ կեղծիկով Հերովդես ասում է գախնիկ կանչեց մոգերին, ասաց գնացեք գտեք, եկել ինձ էլ ասեք, որ ես էլ գնամ երկրպագեմ նրան։ Բայց նպատակը երկրպագելը չէր, որովհետև Հիսուսը թագավոր բառը լսել էր, որ Հիսուս թագավորն է ծնվել, նրան մեկ մետք առաջացավ սպանել այդ թագավորին, որպեսզի իր աթոռին վտանգ չսպառնա։ Եվ մենք այս ամեն օր այսպես ենք այդ թագավորին սպանում, մեր ինքնությունը չբացահայտելու, մեր վախերը, մեր կեղծավոր էությունը, մեր աղմկող հոգին չբացահայտելու համար Հիսուսին լռեցնում ենք, երբեմն սպանում ենք, երբեմն մերժում ենք, երբեմն արհամարհում ենք, միայն թե մեր կյանքի մեջ չգա, մեր կյանքի մեջ փոփոխություն չբերի։ Բեթղեհեմը աննշան, այսօր է քաղաք, այն ժամանակ սա գյուղ էր, փոքրիկ մի տեղ։ Երբ որ Յոսեփը Մարիամի հետ եկան հասան Բեթղեհեմ, նրա ծնվելու օրերն են արդեն, պիտի ծննդաբերեր։ Ասում է այդ քաղաքի մեջ ոչ ոք տուն չտվեց նրան, տեղ չտվեց, որ ծննդկան մայր իր զավակին լույս աշխարհ բերի։ Այդ մարդիկ մերժեցին։ Այսօր նույնը Հիսուս մեր տներն է գալիս։ Մենք ինչպես ենք
դիմավորում Հիսուսին։ Շքեղ սեղանների առջև, աղմուկ աղաղակով, խմելով, բարձր ծիծաղալով, հռհռալով, ինչ որ բան պատմելով, ծիծաղելով, սա սուրբ ծնունդը չէ։ Դու լռության մեջ պիտի կարողանաս, սեղանների առատությունը չէ, որ Հիսուսին քո տուն է բերում։ Քո սրտի անկեղծության դուռն է, որ պիտի բացես, որ Հիսուս գա քո ներս, քո տան մեջ ապրի։ Բեթխեհեմ բառը նշանակում է կյանքի հաց կամ հացի տուն։ Ուրեմն այդ հացը, որ գա քո տան մեջ, դու կյանք ունենաս, դու պիտի ալյուր դառնաս, դու պիտի Քրիստոսի հետ շաղախվես, դու Քրիստոսի հետ պիտի նույնանաս, ուզենաս, որ այս լռության գիշերը գա քո սրտի մեջ։ Եվ ինչպես որ հովիվներին, հրեշտակներն այցելեցին, ավետիսը տվեցին, դու էլ այդ ավետիսով ուրախանաս։ Դու էլ քո անկեղծ հավատքով բացես սիրտը Տիրոջ առջև, ասես Տեր, դու որ լռության մեջ ծնվեցիր, այդ լռությունը փոխադրիր նաև իմ սրտի մեջ։ Դու որ միայնության մեջ ծնվեցիր, ինձ միայնակ մի թող։ Դու որ մարդկանց աչքից շատ հեռու ծնվեցիր, արի իմ կյանքի մեջ։ Ես պատրաստ եմ քեզ ընդունելու, իմ սրտի մսուրը քեզ հանձնելու, իմ սրտի թագավորական գահը քեզ տալու, որպեսզի դու գաս իմ կյանքի մեջ թագավորես։ Եվ նորից եմ ասում, Տերը մեզանից կատարյալ հավատացյալներ չի ուզում, մեզանից անկեղծ հավատացյալներ է ուզում։ Մաքուր սրտով, պարզ խշմտանքով, մաքուր մտքով, արդար ձեռքերով, անսուտ, կեղծավոր, հայոյող առանց այդ լեզվի է Տերը մեզ փնտրում, որպեսզի գա թագավորի մեր կյանքերի մեջ։ Եվ եթե մենք այս ամբողջի մեջ, լռության մեջ ճշմարտությունը չգտնենք, մենք չենք հասկանալու Տիրոջ ծնունդը, սիրելիներ։ Տեսեք, Աստված լռության մեջ է ծնում, նորից եմ ասում, որպեսզի մարդ իր սրտում սովորի լռության մեջ ճշմարտությունը գտնել։ Որն է ճշմարտությունը։ Այս աշխարհը շատ ճշմարտություններ է տալիս մեզ, շատ բան է փոխանցում մեզ։ Ամեն մեկս մի ճշմարտության հետևից վազում ենք, գնում ենք, բայց գլխավոր ճշմարտությունը, որ մեր առջև է դրված, մենք թողնում ենք կամ չենք տեսնում։ Եթե չենք էլ նկատում պատճառը, նորից մեր ձգտումն է, որ մենք ուզում ենք կատարյալ լինել այդ ամեն ինչի մեջ։ Այս աշխարհի մեջ կատարյալ մարդիկ չկան, սիրելիներ։ Այս աշխարհի մեջ կան մեղավոր մարդիկ։ Եվ ինչու Հիսուս ծնվեց իջավ այս աշխարհ, որպեսզի հանկարծ մարդիկ չասեն, որ այս Աստվածը անհաղորդ էր մեր կյանքին, չգիտեր մենք ինչպես ենք ապրում, ինչ տառապանք ենք քաշում, ինչ դժվարությամբ ենք հանապազորյա հացը վաստակում։ Եկավ ասելու, որ ես ձեր հաղորդակից եմ, նույնն եմ ձեր պես, չեք կարող հիմա խաբել ինքներդ ձեզ, պարզապես պետք է ցանկություն ունենալ եւ փոխվել նորը ավելի լավը դառնալու համար, ոչ թե հին մեղքերը շալակած գալ այստեղ նորից ասել Տեր, ինձ այս հին մեղքերով ընդունիր ու նորոգիր։ Եթե այսպես պիտի մոտենանք այս ծնունդին, ուրեմն այդ հոգու լռության մեջ նորից աղմուկը պիտի բարձրանա։ Տեսեք, քիչ առաջ շները փողոցում հաչում էին, չէ՞, խանգարում են մեր հոգևոր կյանքին, մեր աղոթական վիճակին։ Այնպես էլ մեղք այդպես հաչում է մարդու վրա, երբ որ մարդ ինքը մեղք գործելով հեռանում է ճշմարտությունից եւ այդ հաչոցը ուրախության հաչոց է։ Մենք առիթ ենք տալիս սատանային, որ ծիծաղի մեզ վրա, հաչա մեզ վրա, նույնիսկ մեզ վախեցնի, որ եթե մեղքերդ չշարունակես գործել, իմ ստրուկը պիտի դառնաս։ Բայց Հիսուս այսօր եկավ այդ հոգու լռությունը մեզ վերադարձնելու։ Փորձեք մի պահ ձեր հոգու մեջ լռել եւ լսել։ Լսել այն ինչ որ Աստված ուզում է ձեզ ասել։ Այս կյանքը մրցման համար չէ, սիրելին, որ մենք ուրիշների հետ համեմատվենք։ Այս կյանքը ուրիշների թերությունը հաշվելու համար չէ, որ մենք նստենք ուրիշների թերություններն ու մեղքերը նկատենք։ Այս կյանքը ուրիշների կյանքով ապրելու համար չէ։ Այս կյանքը ուրիշների համար պայքարել չէ։ Այս կյանքը քո հոգու փրկության համար է։ Այս կյանքը քո անկեղծ հավատքով Քրիստոսին բերել ու բնակեցնել է քո մեջ նշանակում, որպեսզի ճշմարտությունը հաղթի։ Եվ եթե ճշմարտությունը կա քո այս կյանքի մեջ, դու անվախ, ինչպես հովիվները, իրենց հոտը թողեցին, վազեցին Բեթխեհեմ գնալու Հիսուսին տեսնելու։ Մտան ու գտան մանկանը մսուրի մեջ փաթաթված եւ նրան ծնողներին։ Եվ ցավոք սրտի Հիսուսի ծննդյան առաջին վկաները մինչև հովիվները անբան անասուններն էին։ Եզը, էշը, մի քանի գառնուկներ, նրանք էին աշխարհի թագավորի ծննդյան վկաները։ Այսօր մենք ենք այդ վկաները։ Մենք որ այսօր այստեղից դուրս գանք, ինչ ենք տանելու մեզ հետ։ Մի հատ վառված մոմ, որ ոչինչ չի փոխելու մեր կյանքի մեջ։ Մոմի համար, եթե եկել ենք այստեղ տանելու, ոչ թե Քրիստոսին տանելու, արդեն ձախողած ենք, մեր լռության մեջ ուրեմն աղմուկ կա։ Այդ լռությունը խանգարվելու է, եւ քանի մարդ այդ լռության մեջ ինքն իր հետ չի առերեսվեր,
Ինքն իրեն չի ասել Տեր Հայր, նայիր, չխաբես մարդկանց, ինքդ քեզ չխաբես, Աստծուն չփորձես խաբել, ապրիր այնպես ինչպես որ ես եմ ուզում ապրել։ Այդ ժամանակ այդ դրության մեջ Տերը կասի, քեզ հետ եմ, քո կյանքի բոլոր օրերում, մինչև աշխարհի վախճանը։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Ձեզ եւ մեզ մեծ ավետիս։